Ժամանակին պետք է բեմից հեռանալ, ճիշտ ժամանակին։ Արդեն կարող եմ ասեմ, որ մոտավորապես 2012 թվականից ես չեմ երգում։ Ճիշտ է, որոշ հաղորդումների գնում եմ, ներկայ եմ լինում եւ այլն, եթե հրավիրում են, ոնց որ ես հրավիրել, բայց հիմնականում չեմ երգում, համերգներ չեմ ունենում, Ես չեք կարոտում, բեմը, Տիկին Գրիգորյանը ձեր հանդիսատեսի։ Գիտեք, կարոտելը էսպես է, կարոտում եմ, բայց ամեն ինչին չափ պետք է լինի։ Ես օրինակ եմ վերցրել իմ շատ սիրելի երգչուհի Լուսիկ Քոշյանից։ Շատ ճիշտ ժամանակին 60 քանի տարեկան էր, հեռացավ ասպարեզից։ Էլի մեկ-մեկ գնում էր, հրավիրում էին, կազմակերպում էին, բայց ինքը ճիշտ ժամանակին։ Ես էլ ուզում եմ, որ իմ հանդիսատեսը ինձ ոնց հիշում, այնպես թող հիշի, լավ։ Այսինքն ինձ բեմ չանեն թևերիս տակից բռնած։ Ճիշտ է, չէ՞։ Բեմը սիրում եմ անպայման երիտասարդ, ձայնը տեղը լինի, դες դերասաններին դա չի վերաբերվում, որովհետև դերասանը կարող է մեծ մարդու կերպար ընդունի, բայց երգիչներին չէ։ Ես գտնում եմ, ես եմ, դա իմ կողմից անդում, ես գտնում եմ, որ ինչքան երգել եմ հերիք